Թերում է կզրուցենք Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու դոցենտ, հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Ուրախ եմ ձեզ տեսնել այս տաղավարում։ Շնորհակալ եմ հրավերին։ Պարոն Ղազարյան, քիչ առաջ դուք Facebook-յան գրառում եք արել, մեջբերեմ, դատախազությունը ընթացք է տվել ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի դեմ իմ կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը։ Կմանրամասնեք ինչի մասին է խոսքը։ Քանի որ վերջին շրջանում, վերջին 10 օրերին ես գրանցվել եմ եւ մասնակցում եմ, որպեսզի մասնակցեմ ընդունելությունների ազգային ժողովում, ազգային ժողովի նախագահի տեղակալների եւ մշտական հանձնաժողովների կողմից կազմակերպված, իրենց կողմից հայտարարված ընդունելություններին մի քանի ընդունելություններ չեն կայացել։ Չեն կայացել ընդ որում միայն այն ընդունելությունները, որին պետք է ներկայանային ազգային ժողովի նախագահի տեղակալները եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորները։ Ընդ որում նրանք ոչ թե ընդունելություններն են հետաձգում կամ չեղարկում, այլ ազգային ժողովի պատասխանատու աշխատակցուհին, քաղաքացիների նամակների եւ ընդունելության բաժնի պետը գալիս է ընդունարանից եւ ինձ հայտնում, որ պարոն Ղազարյան, հայտնում եմ ձեզ, փոխանցում է այդ պաշտոնյաների խոսքը, որ ընդհանրենք Ռուբեն Ռուբինյանը չի ցանկանում հանդիպել ձեզ հետ, կոնկրետ։ Հաջորդ ընդունելությանը Հակոբ Արշակյանը չի ցանկանում հանդիպել քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ։ Մյուս հանդիպանը Էմմա Պալյանը չի ցանկանում ընդունել ձեզ, հանդիպել ձեզ հետ։ Այդպես շուրջ տարբեր մեկը կա ազգանարից ազգանը չեմ էլ հիշում, էլի падգամավորներից 3 էր հրաժարվեց։ Ես բոլոր այդ դեպքերով դատախազություն հաղորդումներ եմ ներկայացնում հանցագործության մասին։ Խտրականության, հա։ Այո, քրեական օրենսգիրքը նախատեսում է հոդված խտրականություն, նաև պայմանավորված այլախոհությամբ կամ քաղաքական կամ այլ հայացքներով, հանգամանքներով պայմանավորված։ Եվ իրանք ըստ էության հստակ նշում են քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ պետք չի հանդիպում եւ այլն։ Ու այդ հոդվածը լրացուցիչ հավելյալ խստացման դրույթներ է պարունակում, երբ որ ենթադրել հանցագործությունը կատարվում է պաշտոնատար անձի կողմից, այսինքն երբ որ քաղաքացու նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերում է պաշտոնատար անձը իր պարտականությամբ, այսինքն այն շուրջ այս դեպքի հետ կապված է։ Բոլոր դեպքերով ես ամեն դեպքից հետո առանձին հաղորդումներ եմ ներկայացնում հանցագործության մասին եւ երեք ստացա գրություն գլխավոր դատախազությունից, որ կարծում եմ որ հաջորդների վերաբերյալ նույնը կլինի։ Ես վերջո միջնորդություն կանեմ, որպեսզի մեկ վարույթում նա ամբողջացվի այդ գործը, որովհետեւ խմբային վարքագիծ է, այսինքն միայն քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներին է բնորոշ, այո։ Ուղարկվել է գլխավոր դատախազությունից Երևան քաղաքի դատախազություն, ենթադրվում է ընդհանցակարգը նախատեսում է, որ դա պետք է նաև փոխանցվի քննչական կոմիտե կամ հակակոռուպցիոն կոմիտե պայմանավորված հանցավորության հանցանքի գնահատման իրենց մոտեցումներով նախաձեռնվի քրեական վարույթ, որից հետո արդեն գլխավոր դատախազը պետք է միջնորդությամբ ներկայանա ազգային ժողով եւ հիշալ падգամավորներին միջնորդություն ներկայացնի նրանց անձեռնմխելիությունից զրկելու, որպեսզի նրանք մեղադրյալի կարգավիճակում ներգրավեն այս գործում եւ ըստ էության դատարանում արդեն ստանան իրենց արժանի պատիժը այս վարքագծի հետ կապված։ Պես որ ես հետևել եմ նաև այս ընթացքին, որ ես գնում եմ ընդունելության եւ իրենք ինձ ընդունելության չեն արժանացնում, դա չի նշանակում, որ ես ասենք հաշտվեցի նորին կայսերական գերազանցություն Էմմա Պալյանի ցուցաբերած դիրքորոշումով։ Ասենք միգուցե Էմմա Պալյանը ավելի շուտ ընդունելության կարժանացներ Շիրակի մարզի այն դպրոցների տնօրեններին, որոնք գնումներ անում են Գյումրիում գտնվող իր եղբոր գրախանութից, կամ միգուցե ինքը ընդունելության պիտի արժանացնի իր, չգիտեմ, կեսրարին, կամ, չգիտեմ, տեքոր կնգան, որտեղ ինքը իր ամուսնուն ընդունել է աշխատանքի որպես ազգային ժողովի падգամավոր։ Մենք հիշում ենք այդ դեպքը, կարծում եմ շատ այդ խոցելի կերպարով падգամավորը, եթե մի հատ էլ իր պաշտոնական պարտականությունների կատարումից է հրաժարվում, այդ չի նշանակում, որ մենք էլ պիտի սենց հաշտվենք սենց Էմմա Պալյանի ցուցաբերած դիրքորոշումը կամ Հակոբ Արշակյանը որը սա կամ Ռուբեն Ռուբինյանը։ Ո՞վ են դրանք, որ քաղաքացու հետ հարաբերություններում նման կեսվածք եւ ապօրինի դիրքորոշում ցուցաբերեն։ Անպայման իրենց պատիժը եւ պատասխանատվությունը ստանալու են ու հետեւողականությունը չի ուժանալու։
Շատ լավ։ Եվ այդ ընդունելությունների հետ կապված, եթե չեմ սխալվում, ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպում եք ունեցել Գեղամ Նազարյանի եւ այսօր էլ Գեղամ Նազարյանը ընդդիմադիր չի, ոչ ԿՊ-ական, ոչ ԿՊ խմբակցության պատգամավոր։ Եվ Գեղամ Մանուկյանի, եթե չեմ սխալվում, այսօր մի ժամ առաջ։ Մեկն է նպատակը քննարկել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու։ Ոչ միայն լրացիչ հարցերը կա, քանի որ ասենք օրինակ Գեղամ ընդունելությունը ոչ թե Գեղամ Մանուկյանի հետ էր, այլ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի, ենթադրում եմ, որ պետք է հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի մյուս անդամներն է գան։ Եվ այս հարցերը, որոնք որ նախապատրաստում եմ վերաբերող ընդհանրապես, օրինակ ասենք օրինակ Անդրանիկ Քոչյանի ես լրացիչ հարցեր ունեի։ Պայմանավորված, որ ինքը քառօրյա պատերազմի հանգամանքներ ուսումնասիրող հանրաժողովի նախագահ, 44 օրյա, արդեն վաղուց սպառվել են ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով սահմանված բոլոր ժամկետները, որ այդ հանրաժողովը պետք է իր աշխատանքները ավարտացել էր, զեկույցները պատրաստել էր, զեկույցները ներկայացրած էր ազգային ժողով, դրանք այնտեղ քննարկված լինեին։ Բացի դրանից Անդրանիկ Քոչյանը ընդգրկված է Հայաստանի եւ Արցախի ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանրաժողովի կազմում։ Ուզում եմ անալ ինքը այդ հանրաժողովում ինչ գործունեություն է ծավալում, երբ են նիստար է, առաջիկա նիստը երբ է լինելու, ինչ օրակարգային հարցեր են նախատեսում։ Իր պարտականությունն է, չէ՞, ոչ միայն այդ հանրաժողովի անդամն է, այլ նաեւ մյուս հանրաժողովի անդամը։ Ինձ հետաքրքիր է ինքը որպես պատգամավոր ինչ գործունեություն է։ Եվ իհարկե գլխավոր հարցը, որ վարչապետին անվստահություն հայտնելու հիմքերը, օրինակ նայեք, Գեղամ Նազարյանը նախորդ հանդիպումը որ կայացա, ասաց, որ ինքը ընդհանրապես տեղյակ չի, որ կառավարություններից է տեղյակ չի, որ որպես պատգամավոր պետքա վերահսկի կառավարության։ Դա եթեր է գնացել, կարծում եմ շատերը տեսել են։ Դե ինքը սխալման խոչ է մասի։ Հիմա այսինքն այդ անտեղյակությունը իր պատասխանատվությունից չի ազատ, այսինքն ինքը փաստորեն փող ստանալուց բացի ոչ մի բանից տեղյակ չի։ Մենակ տեղյակա թե իրեն երբ են փող տալի, թե ինքը ինչ պարտականություններ ունի, այդ պարտականությունները ոնց պիտի կատարի, նույնիսկ անտեղյակ է դրան։ Օրինակ ի տարբերություն Գեղամ Նազարյանի, Գեղամ Մանուկյանը այդ իմաստով շատ ավելի լավ դիրքում էր գտնվում։ Ոչ միայն տեղյակ էր կառավարության ծրագրից, այլ նաև ինքը մատնանշեց, առանձնացրեց, որ իրենց հրապարակային խոսքում եւ ինքը եւ իր գործընկերները, հատկապես Հայաստան խմբակցությունից մատնանշել են բոլոր այն շեղումները, որոնք արձանագրվել են կառավարության գործունեության ծրագրից, բայց դա շատ չափազանց տարօրինակ արձանագրում էր։ Բայց դեպքում հարց առաջանում, այն մարդը տեղյակ չի, դրա համար չի զբաղվում Նազարյանը, Գեղամ, բայց Մանուկյանը եթե տեղյակ է, ասում եմ, բայց դեպքում եթե դուք տեղյակ եք, ինչի՞ չեք նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու, բայց գործիքակազմ անվստահության հենց այդ դեպքերի համար է, որ պատգամավորը վերահսկի կառավարության գործունեության շեղումներ հայտնաբերելու դեպքում նախաձեռն է, այսինքն եթե դուք իմանալով անդերս, որ կառավարությունը շեղվել է իր նախանշած ծրագրերից, եւ նրան անվստահություն չեք հայտնում, այդ նշանակում է, որ ընդհանրապես դուք աջակցում եք այդ կառավարությանը։ Դա է դրա եզրահանգումը։ Ինչ պատասխան ստացաք այդ։ Դե ինքը հղում արեց իրենց խմբակցության այդ մայիսի 2-ի հայտարարությունը, որ ինձ չի բավարարում, ես ասում եմ ինձ ես ձեր խմբակցության չեմ դիմել, ես դիմել եմ ձեզ որպես պատգամավորի, խնդրում եմ ձեր դիրքորոշումը ինձ անհատապես ներկայացրեք։ Ընդ որում իրաց խմբակցության հայտարարության հետ կապված ուրիշ մութ պատմություններ կար, ասենք ես հարցում եմ Արոս Սերյան-Օհանյանին, օրենքով սահմանված ժամկետն անցել է, չի պատասխանեցեք։ Խմբակցության նիստը եղել է թե չի եղել։ Որտեղ է եղել, որտեղ խմբակցության նիստերը կարող են մեն ազգային ժողովում։ Միգուցե նիստը չի եղել։ Օրինակ պատիվ ունեմ խմբակցության պատգամավորների ստորագրությամբ ես գրություն ստացել եմ։ Բայց ասենք Հայաստան խմբակցության պատգամավորներից քանիսն են ներկա եղել, քանիսն են կողմ եղել, քանիսն են դեմ եղել, ովքեր են կողմ, ովքեր են դեմ, դա շատ կարևոր է։ Մանավանդ որ անվստահություն հայտնելու գործընթացը դա խմբակցության որոշման տիրույթում չի, ամեն պատգամավորի դիրքորոշման տիրույթում է։ Այսինքն մենք դիմել ենք պատգամավորին, ինքը ասում է մեր խմբակցություն, ձեր խմբակցության հետ դու գործ ունես, ես ինչ գործ ունեմ ձեր խմբակցության հետ։ Դու որպես պատգամավոր խնդրում եմ ինձ ասա, օրինակ ինձ հետաքրքիր է որ Գեղամ Մանուկյանից դուք որպես պատգամավոր, եթե գիտեք, որ պիտի կառավարությունը ծրագրից շեղվել է, դուք ինչի՞ չեք նախաձեռնում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Եթե ինքը ասում է, որ գիտեք ինչ, բանը գնայ մեր համար պատգամավոր բեր, դա ասենք գիտես ինչքան անլուրջ բացատրություն։ Այսինքն ստացվում է Հայաստան խմբակցության պատգամավորները որպես անհատ այդպես կարծիք չունեն, հա, կամ չեն արտահայտում իրենց կարծիքը, բայց գիտեք ինչքան վատ արձանագրում է։ Օրինակ հարցեր կա, որոնց դեպքում խմբակցությունը պիտի դիրքորոշում ցույց, ազգային ժողովի կանոնակարգը առանձնացնում է այդ դեպքերը։
ասենք որ դեպքերում է, որ պիտի խմբակցության տեսակետ ներկայացվի, խմբակցության որոշում ներկայացվի, բայց այս հարցը դրան չի վերաբերում։ Հիմա ասենք ոնց որ այսօր Գեղամ Մանուկյանը գար հանդիպան, ասել մեր խմբակցությունը որոշել է, որ այս հանդիպան հարցերին չեն պատասխանել։ Խմբակցությունը ինչ կապ ունի դրա հետ։ Չէ, այսինքն դու որպես падգամավոր անհատական վարքագիծ ես դրսևորում քո լիազորությունների շրջանակներում։ Հիմա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը եւ սկսելը, եւ դրան միանալը, եւ չմիանալը, եւ կողմ քվեարկելը, դեմ քվեարկելը, եւ դրանք բոլորը անհատական որոշումների տիրույթում են, ոչ թե խմբակցության։ Եվ ես նաև խնդրեցի այսօր պարոն Մանուկյանին, որպեսզի ինքը իմ այդ բարձրաձայնումները փոխանցի նաև հանրաժողովի մյուս բոլոր անդամներին։ Իմ առաջիկայում երբ որ կլինի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստ, պետքա ըստ խոստման պարոն Մանուկյանը հայտնի, որ ես մեր հանձնաժողովի անունից մասնակցել եմ քաղաքացիների ընդունելության եւ ընդունելության եկել մի քաղաքացի Էդգար Ղազարյան անունով, որը ոչ թե անհատական հարցեր բարձրացրել ենթադրենք իր քրեական գործերի հետ կապված եւ այլը, այսինքն անձնական հարցով չէր եկել, այլ հարց է բարձրացնում, թե մենք падգամավորներս բոլորս անկախ դրանից թե որ խմբակցության ենք, ինչի չենք նախաձեռնում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, երբ որ կառավարության ծրագրով մեր հանձնաժողովի գործունեության տիրույթին վերաբերող հարցերում, դրույթներում կառավարության ծրագիրը չի կատարվել։ Քաղաքացին հարց է բարձրացնում։ Խնդրում եմ բոլորը ձեր դիրքորոշումները հիմա հանձնաժողովի նիստում անհատապես հայտնեք։ Ենթադրենք, հարգելի պարոն Վահագն Ալեքսանյան, խաղաղության ինքը ասում է, որ ինքը խաղաղության աղավնի է, չնայած մարդկանց մոտ ուրիշ տպա, ուրիշ կենթանու հետ է իր ասոցիացումը, բայց ինքը իրան համեմատում է աղավնու հետ։ Ընդ որում ես նայել եմ աղավնին, ասենք իրանց գործընկեր Ալփի Դավոյանի ձեռքում, բայց հեշտ նման չի։ Ասենք գոնե ասենք քթի պահալներ, ասես բան Հակոբ Արշակյանը նման է։ Ինչ որ իմաստով աղավնու, բայց Վահագը Ալեքսանյան բացարձակ նման չի, որ ասես գոնե աշկերը նմանել էր, ասենք կազմվածքը նմանել էր, ինչ որ մի բան, ասենք նայես, ասես ոնց որ ասենք ուրիշների դեպքում է, չէ, ասենք օրինակ Ռուբինյանի դեպքում էլ կա համեմատություն, բայց Վահագին աղավնը ես չգիտեմ դուք լսել եք թե չէ, ես ոչ մեկից չեմ լսել, որ համեմատեն ասեն Վահագ Ալեքսանյանը շատ աղավնու նման է։ Չի եղել այս բան, բայց ինքը ասում է ես խաղաղության հիմա ինքը հանրաժողովի դե կարող ասենք ինքը արտակնապես չի, բայց իր էությամբ ինքը իրան տենց համարում է աղավնի, տենց հիմա պետք է հարցնել, ասել պարոն Աղունիկ, ինչ կարծիք ունես դու այս հարցի վերաբերյալ կամ պարոն Շիշ Բռնող էլ այդ հանրաժողովի անդամ է, դենս որ հանրաժողովը շատ են յուրահատուկ հանձնաժողով է, էլի։ Դու ինչ կա, քաղաքացին եկել է ասում է, որ պետքա ենթադրենք կառավար ինքն էլ օրենքի նախագծի հեղինակ է զինծառայության։ Օրենքում գրած է, որ կառավարության ծրագրում գրած է, որ այս 4-5 տարվա ընթացքում պիտի զինվորական ծառայության ժամկետը կրճատվի, դրա փոխարեն պայմանագրային զինծառայության ծավալները մեծանա։ Հիմա զինծառայության ժամկետը ոնց որ այն ժամանակ էր 2 տարի, այնց էլ հիմա է 2 տարի, այսինքն կառավարության ծրագիրը չի կատարել։ Պայմանագրային զինծառայողների թվականակ չի ավելացել, ընդհակառակ Արցախի պաշտպանության բանակը լուծարվել է, պաշտպանության բանակի փորձառու սպաները, որոնք մարտական ուղի են անցել, որոնք փորձառություն ունեն, որոնք զինվորական կոչումներ ունեն, պետական պարգևներով են պարգևատրվել, տաքսի են քշում։ Մասնավոր պահնորդական ընկերությունները մենար, փաստականի պես են մնաց, նրանք ոչ մեկը չի ներգրաված պայմանագրային զինվորական ծառայության մեջ։ Կառավարությունը ծրագիրը չի կատարում։ Հիմա հարգելի Շիշ Բռնող կլինի, այդ շիշը դնես տեղը, մի հատ գրիշ վերցնես ու նախաձեռնես վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, ինչը քո պարտականությունն է։ Ընդ էլով կային այդ հանրաժողովի անդամները գայշնիկը փեդը դիր գրիչդ վերցրու։ Պիտի հիմա տեսնենք Գեղամ Մանուկյանը այդ հարցը ոնց կբարձրացնի, ոնց կքննարկեն։ Օրինակ եթե ես հանրաժողովի անդամ լինեի, այս նույն բաները կասեի հարգարժան падգամավորներին եւ ոչ այնքան հարգարժաններին։ Պարոն Ղազարյան, օրերս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քանի լրատվամիջոցների հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է նաեւ
Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ձեր նախաձեռնությանը վստահ եմ ծանոթ եք իր կարծիքին, ինչ տեսակետ ունի երկրորդ նախագահը, ըստ էության նա շանսերը 0 է գնահատում, որ հնարավոր է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնել եւ ասում է, որ անգամ նախաձեռնողները այդքան էլ վստահ չեն, կամ կլինի, կամ չի լինի այդ գործընթացը, բայց դուք մեր եթերում միշտ ասում եք, որ վստահաբար այդ գործընթացը առաջ է գնում եւ մենք հասնելու ենք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու այս ցանկությանը կամ նախաձեռնությանը։ Հիմա դուք ինչ կարծիք ունեք երկրորդ նախագահի տեսակետի վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ դա չափազանց տարօրինակ տեսակետ է, եւ քանի որ այդ իմպիչմենտի գործընթացի նախաձեռնության հանրայնացման գործում ես ամենապակաս դերը չունեմ մեր հասարակության մեջ եւ մեծ ուշադրությամբ եմ հետեւում այդ թեմայի շուրջ ցանկացած քննարկումներին, առաջիկայում հավանաբար առաջիկա օրերին մի առանձին թեմատիկ զրույցով ես կանդրադառնամ հատկապես Ռոբերտ Քոչարյանի մոտեցումներին այդ հարցի վերաբերյալ, որովհետեւ դրանք շատ կարեւոր են։ Նախ ուզում եմ հասկանամ Ռոբերտ Քոչարյանը ինչ կապ ունի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի հետ։ Իմ պատկերացումներով նա ոչ մի կապ չունի։ Ու ոչ մի կապ չունի այն իմաստով, որ ինքը ազգային ժողովի падգամավոր չի։ Ինքը հրաժարվել է падգամավոր դառնալու հնարավորությունից։ Ինքը ընտրվել է падգամավոր 2021 թվականին, որովհետև Հայաստան Դաշինքի առաջի համարի թեկնածուն է եղել։ Ընտրվելուց հետո ինքը հրաժարվել է իր որպես падգամավոր իր պարտականությունները կատարելու, ժողովրդին տված խոստումները կատարելու իր բաժին պատասխանատվությունից, ասել է, ես չեմ ուզում դառնամ падգամավոր։ Անվստահություններ կարան հայտնել միայն падգամավորները։ Հիմա եթե ինքը падգամավոր չի, ինքը ո՞ւս պիտի որոշում կայացնի։ Բայց ինչ է պարզվում, այդ կարծիքը ես էլ ունեի նախապես, որ ինքը հեղինակություն է մյուս падգամավորների համար, ովքեր որ Հայաստան խմբակցության անդամ են։ Եվ ինքը իր հարցազրույցում, իր խոսքում ոչ միայն հաստատում է, այլ պնդում է, որ ինքը փաստացի ազդեցություն ունի Հայաստան խմբակցությունում կայացվող որոշումների վրա։ Իսկ խմբակցության անդամ չհանդիսացող մարդը խմբակցությունում որոշումներ է կայացնում, որ խմբակցության ղեկավարը լրիվ ուրիշ մարդ է, Սերան Օհանյանն է։ Ինքը ոչ խմբակցության ղեկավարն է, ոչ падգամավոր է։ Բայց ինքն է խմբակցության անունից որոշումները կայացնում։ Մենք չենք նախաձեռնել, դուք ով։ Դուք ով։ Այդ падգամավորներ են, որոնք ոչ թե խմբակցությունով, այլ առանձին վերցրած։ Հասկանում եք, պարզվում է, որ այն բացասական երևույթները, որ մենք օրինակ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պարագայում արձանագրում ենք, նույնը մյուս տեղերում է դրսևորվում, չէ՞։ Մենք ինչ ենք ասում, ասում ենք Նիկոլ Փաշինյանը ազդեցություն ունի քաղաքացիական պայմանագիր խմբակցության վրա, WhatsApp-ով հաղորդագրություն է գրում, ինչ գրում է այդ են անում, այդպես բան պիտի չլներ, հակառակը, падգամավորները պիտի վերահսկեն կառավարության գործունեությունը, падգամավորները ճնշում գործադրել չի կարելի, պարզվում է երևույթ ընդեղ էլ կա։ Հիմա կարող են դերնը WhatsApp սիգնալ է, բայց դա նույն բանն է։ Այսինքն ոչ падգամավոր չհանդիսացող մարդը ազդեցություն ունի падգամավորների, որոնց ձեր մի անգամ չի, երկու անգամ չի, սա մեկ։ Ինչը որ շատ վատ երևույթ է։ Ուզում էի падգամավոր, մնայր ընտրվել էիր։ Մնայր որպես падգամավոր, քո դիսակետն է, մենք Ռոբերտ Քոչարյանը ես նամակ չեմ գրել, ինքը անվստահություն ուզում է նախաձեռնել, թե չէ, որ ինքը կարծիք հայտնի։ Օրինակ Լևոն Քոչարյանին գրել ենք, բայց իրան չեն գրել։ Հիմա կարող է Լևոն Քոչարյանի համար, ոչ թե կարող է, այլ ակնհայտ է, որ նա տենց է, իր հայրը հեղինակ ու շատ լավ է, որ ով էլ տենց հայր ունենալ, իր հայրը պիտի իր համար հեղինակություն ուներ, բայց այդ ի վերջո մեզ Լևոն Քոչարյանի կարծիքն է հետաքրքիր, որտեղ падգամավորը ինքն է։ Սա մեկ։ Երկրորդը, եթե պարզ է, դա արդեն ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը ունի ազդեցություն խմբակցության վրա, նշանակում է մինչև հիմիկվա իրանց կայացրած բոլոր որոշումների վրա էլ այդ խոմենակես որոշման վրա չի ազդեցություն, չէ՞, մյուսների վրա։ Հիմա այդ ինքը ինչ ասում հարգարժան նախագահը, որ ասում է, ես պրագմատիկ մարդ եմ, բառացի չեմ ցիտում, բայց մոտավորապես թվում է ճիշտ միտք ենք ասում։ Կարող ենք, եթե պետք է։ Չէ, հիշում եմ ասենք, հիմնական ստե կարող է հիմնական միտքը իմաստն է։ Ասում է, ես պրագմատիկ մարդ եմ, եւ ես անում եմ, պատրաստ եմ անել միայն այն քայլերը, որի արդյունքը ինձ համար տեսանելի է։ Եթե ես գիտեմ, որ մի բան հաջողություն չի ունենալու,
շանսերը շատ քիչ է, 0-ական է կամ 0-ին մոտ է։ Ես երբեք դա չեմ անի, ասենք ինչ է թե մի հոգու 48 ժամով վարչապետի տեխնացուլելու համար, մի հոգու ելույթ ունենալու համար, ես իմ ծանր տեղը չեմ թեթևացնի, ասենք շոր գործընթաց սկսեմ, երբ որ գիտեմ, որ դա արդյունք չի ունենալու։ Այսինքն իրենք իր գլխավորությամբ իրենց թիմը նկատի ունենանք, որ հիմա այդ падգամավորները իրանք թիմը, տենց ասում, հաստատված է դա, որ մենակ ռեալ բաներ են անում, մենակ անում են այն, ինչ որ վստահ են, որ դա արդյունք է ունենալու։ Այսինքն օրինակ իրենք 12-րդ անգամ, երբ որ Արթուր Ղազինյանին առաջադրում էին Անդրանիկ Քոչյանի տեղակալի պաշտոնում, իրենք վստահ էին, որ այդ 12-րդ անգամ Արթուր Ղազինյանը կընտրվի։ Ինչեւ Արթուր Ղազինյանը 15 անգամ է էլի առաջադրվել։ Ես նկատի ունեմ 12-րդ անգամը, որ առաջադրում էին, ինչ էին մտածում։ Ասենք օրինակ ինչ էին մտածում, որ հիմա պարտը չէ խմբակցությունով քննարկել են, եթե Ռոբերտ Քոչյանը իրանց համար հերգնացել են, հարցն ասեն, պարոն նախագահ, դու ինչ կարծիք եք։ 12-րդ անգամ առաջադրենք Արթուրը, թե մեկը չի լինելու, անլուրջ է։ Առաջադրեք։ Այս անգամ կլինի։ 12 չի լինի, 13-ն ինչ անեն։ Կլինի։ Այ վստահ զգում եմ, որ 13-ը կլինի։ Երբ որ Իշխան Սաղաթելյանին առաջադրում էին ազգային ժողովի փոխնախագահ։ Պետք է ՔՊ-ից Իշխան Սաղաթելյանի ընտրվելու համար պետք էր այնքան ՔՊ, ինչքան հիմա պետք է Նիկոլ Փաշինյանի անվստահություն հայտնելու համար ընդհանուր առմամբ պետք է 54 կողմ ձայն լինի։ Հիմա առաջադրեցին, ՔՊ-ն չքվեարկեց, չանցավ։ Երկրորդ անգամ գիտեք ում են առաջադրել Հայաստան դաշինքը ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի չընտրվելուց հետո։ Գիտեք ում են առաջադրել։ Իշխան Սաղաթելյանին, այո։ Առաջադրել են ռեալ, պրագմատիկ մարդիկ են, չէ՞։ Գիտեն ինչ ալնելու։ Առաջադրում են երկրորդ անգամ։ Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ չի ընտրվում։ ՔՊ-ից ասում են, որ մեր խնդրեմը Իշխան Սաղաթելյանի հետ է։ Մենք ճիշտ է Դոնթի բանաձև կա, անդիմության քվոտա է, պիտի ընտրենք, պարտավոր ենք ընտրենք եւ այլն, բայց Իշխան Սաղաթելյանին չենք ընտրելու։ Ձեր խմբակցությունից ուրիշ падգամավորի առաջադրեք, մենք քննարկենք, միգուցե ընտրենք։ Քննարկում են պրագմատիկ, ռեալ դատողություններով։ Երրորդ անգամ գիտեք ում են առաջադրում։ Այո, Իշխան Սաղաթելյան։ Հիմա ուզում եմ հասկանամ իրանց համար Իշխան Սաղաթելյանի ազգային ժողովի փոխնախագահ լինելը ավելի կարևոր էր, քան վարչապետին անվստահություն հայտնելը։ Որ դու տենում ես, որ դու շանսեր չունես, շանսերը 0-ական է։ Ոչ միայն տենում ես, ասում են քեզ, չէ, որ իրանք դեմ են լինելու, չեն քվեարկելու եւ այլն։ Այս պրագմատիզմը ընդեղ է մենակ դրսևորվում։ Գալիս ենք մյուս գործողությունին, դիմադրության շարժում։ Պարզ է, չէ, որ եթե Իշխան Սաղաթելյանը Հայաստան խմբակցության падգամավոր է, ինքն էլ ընդունում է Ռոբերտ Քոչյանի առաջնորդությունը այդ հարցում, նշանակում է դիմադրության շարժումը նախաձեռնելուց իրանք պրագմատիկ կերպով գիտեին, որ սա պրավալ է։ Ու դիտմամբ, զորով այս գործընթացը տարել են պրավալի։ Գիտեին, որ հանրահավաքներ են անելու, մարդկանց հավաքելու են փողոց, սարես կոշիկները մաշացնելու են, հեռախոսի զայրատկաները նստացնելու են, բայց Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տա, որտեղ պրագմատիկ են, չէ՞։ Իրանք գիտեին, թե Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու։ Իրանք փաստորեն գիտեին, որ չի տալու, որտեղ վերջնարդյունքում Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել, եւ դիմադրության շարժումը տապալվել է, ձախողվել է, իր արժեվ դրված նպատակին չի հասել։ Այդ ձախողումները ում ակտիվում է։ Այդ պրագմատիկ միայն հաջողության միտված որոշումներ կայացնողների։ Տենց է։ Ուրեմն նշանակում է գիտակցված է եղել այս ամեն ինչը, փաստորեն։ Բայց հիմա եթե ասում ենք ցեք անվստահության գործընթաց, այդ պրագմատիզմը չի ասրան բռնե մենակ։ Ուրեմն մյուսներին էլ է վերաբերել, ուրեմն սա դիտմամբ է եղել։ Իրականում իրանք պայքարի պատրաստ մարդիկ չեն։ Իրանք իրականում այս դժվարությունը հաղթահարելու տրամադրություն եւ ցանկություն չունեն։ Ես այդ տպավորությունն եմ ստացել։ Ես ինչա ամեն շաբաթ եմ գալիս տաղավար, բազմաթիվ անգամներ այս թեմայով խոսում ենք։ Ինչա, ես մտածում եմ թե հեշտ է, հենա։ Աշկից իմ հետ է, չէ՞։ Գնում եմ, ասում են կոնկրետ, քեզ չենք ընդունելու, ԿՊ-ականները։ Հիմա տեսեք, Արթուր Խաչատրյանը падգամավոր Հայաստան խմբակցությունից հարցադրույց է տալի, ասում է թող նախաձեռնողներ այդ թվում ես։ Գնանք բերենք 10 ԿՊ-ական падգամավոր։
Բերենք տանք Արտուր Խաչատրյան։ Հիմա այդ տնտեսակ այդ նախորդ հանձնաժողովը ո՞րն էր անց երեք Պաշտպանության։ Չէ, այսօր էր պաշտպանությանը, երեք արդեն Ֆինանսա ինչ որ։ Ֆինանսավարկային եւ բյուջետային։ Ինքը այդ հանձնաժողովի անդամ է։ Հիմա այդ հանձնաժողովի ես գնացել եմ ընդունելության, հանձնաժողովի անդամ ԿՊ-ական падգամավորը, որին չեմ ճանաչում, նա ասիչ որ աղանդավոր տղա են Աչապյանքի թաղապետերը, որ Բարգարկայր ծախե հետո բերել որ հետային ասել է պապայի զանգել ես հիմա թաղապետ եմ բաներ երաշխի մեջ այլ է Բարգարկան։ Այդ հիմա падգամավոր է։ Հիմա այդ ինչ չի ընդունում։ Այդ Բարգարկա ծախողը ինչ չի դառը падգամավոր ու ինձ չի ուզում իմ հետ հանդիպի։ Հիմա իրենց հանձնաժողովի անդամ Արտուր Խաչատրյանը, որը իրավունք ուներ ինքն էլ գար այդ ընդունելությանը, ինքը Բարգարկա ծախողի հետ մասնակցել այդ հիմա սա ասում ես Էդգար Ղազյանին չեմ ընդունում, չէ, ինքը կասել մի րոպե, ոչ չես ընդունում։ Հորը տուն է եկե որ մտածես ընդունում ես թե չես։ Քաղաքացի եկել ազգային ժողով մեր կողմից մեր ես էլ եմ հանձնաժողովի անդամ, դու ես հանձնաժողովի անդամ։ Դու չես ընդունում, ես եմ ընդունում։ Խնդրում եմ հրավիրեք քաղաքացի Էդգար Ղազյանին, գտե դու դրանքի տերը լսեք դրանք ինչ ասում այդ մարդը։ Քաղաքացի Էդգար Ղազյանն անիմաց մեծ կառավարության ծրագիրն է, սա ֆինանսավարկային, բյուջետային հատվածն է կառավարության։ Կառավարության ծրագիրը չի կատարել։ Արտուր Խաչատրյանը պիտի ասի ի՞նչ է սխալ ասում ես մարդը։ Փախնում ես, ինչ ես փախնում։ Չես ուզում պարտականությունդ կատարես, հետո Բարգարկա ծախի։ Ո՞վ է քեզ խնդրել որ պիտի գասել ես падգամավոր։ Գնա ձեր աղանդի ժողովին երկի։ Եթե եկել ես падգամավոր, պիտի պարտականություն ճիշտ ասում է։ Այսինքն այդ ԿՊ-ական բերելը ոչ թե պիտի ես դրանով զբաղվեմ, այլ եթե մենք ուզում ենք Նիկոլ Փաշինյանին հեռացնենք, եթե իրանք են ուզում, պիտի միասին չէ պայքարը տանենք։ Ես որպես քաղաքացի պիտի գամ ինքը որպես падգամավոր, բայց չէ ինքը դա Սախուրայից Լոլոյի հետ թիթեր կախի, Էդգար Ղազյանն էլ դա Բարգարկա ծախողից փորձի ընդունելության արժանանա։ Դա ինչ չի լինում։ Այսինքն իրանք ստացվում է, որ իրանք պայքարի տրամադրություն, ցանկություն չունեն։ Լավ, ասենք թե մենք ենք, լսեցինք մեր հարգարժան նախագահի պրագմատիկ, սառը, ես տենց պրագմատիկ չեմ, ես տենց էմոցիոնալ, սենց երևակայական, ֆանտաստիկ, էլ ինչ են ասել իրանց կողմնակի, անլուրջ, ծաղրացու։ Դիվանագետ չեն եղել։ Ոչ բան, չէ, ոչ մարզպետ, պրագմատիզմ բանից չի վերաբերում։ ՍԴ-ում եք ասում։ Ոչ է բիզնեսում։ Հա, բայց լսելով այդ հարցազրույցը ին վրա տարածվում է պրագմատիզմի ամբողջ ուժը։ Ես դառնում եմ պրագմատիկ մարդ, լրջանում եմ, այդ ծաղրացուի դերից դուրս եմ գալի, դառնում եմ այսինքն լուրջ, ասենք ծանրամարտիկ։ Տես մի բան։ Ու այդ իմ ծանր տեղով այլևս ասում եմ, որ թարգում ենք այս իմպիչմենտի գործընթացը, սա չլնող բան է, չարժի մեկի 48 ժամ վարչապետի տեխնացու կարգելու ամբողջը սխալ դատողություն 6 ամիս 1000 անգամ բացատրել ենք հրապարակային մասնավոր զրույցներում ենք ասել որ 36 թիվը մոռացեք 36 падգամավորի 6 ամիսը մոռացեք այդ որոշման կայացման համար մեզ 54 падգամավոր է պետք 54-ը որ եղավ արդեն որոշումը կայացում է այլ 6 ամիս չի լինում 1000 անգամ ասել ենք այդ հնացած ոչ մրցունակ դատողություններով պրագմատիզմ եկավ լսված մեր վրա թարգեցինք չենք զբաղվում ոչ ես եմ դրանով զբաղվում ոչ Արեգ Նամայելյան զբաղվում ոչ մինչև հիմա մյուս քաղաքացիները ովքեր որ բոլորս այդ թեման մոռանում ենք անվստահության իմպիչմենտի մասին այլևս խնդրում եմ Լուսնե ջան ոչ մեկին ոչ էլ հարցրեք չնայած սա աշխատանքից է խոսում այդ անլրջությունից իրանց ասած Երկրի այսօրվա թիմ 1 քաղաքական օրակարգն է գործընթացը նույնիսկ պաշտոնապես էլ է մեկնարկի երկու падգամավորների կողմից իրանք չեն սկսել Բայց թարգում ենք այմարու այն զանգում ենք Հովիկ Աղազյանին ասում եմ 1000 անգամներ քեզ մինչև հիմա լավ եմ ասել վատ եմ ասել Հակոբ Ասլյանին ասում եմ Ասլյան ջան նայ այդպես որտեղ պատերազմ գնա մասնակցի աղբեր ջան մեկը բոլոր պատերազմին գործ ունես այդ իմպիչմենտը հեր գնա դու Ուկրաինա գնա դե պատերազմին մասնակցի որելի հերթական ավարիայի ճակատամարտի մասնակցել ես դրան էլ մասնակցի թարգեք այս իմպիչմենտի աղբեր ջան թարգեք ինչ է ալնում Նիկոլ Փաշինյանը մնում է վարչապետ, ճիշտ է։ Հիմա եթե այս իմպիչմենտի գործընթացը նախաձեռնում ենք, ջանքեր են գործադրում, հնարավոր է նաև ունենանք արդյունք, չարչարվես, չէ՞ որ արդյունք կլինի։
Եթե չես չարչարում, ոնց պիտի ար։ Չեմ չարանում, Նիկոլ Փաշինյանը մնում է վարչապետ։ Հետո որ մնում է վարչապետ, դրանից հետո ինչ ալնում։ Գնում ենք հասնում ենք 2026 թիվ։ 2026 թվին, որը լում է ընտրություն։ Այո։ Դուք եք ընտրվել, արդեն հայտարարել եք, որ պատրաստ եք մասնակցել։ Այդ վաղտը ինչ ալնում։ Հաղթելու եք Նիկոլ Փաշինյանը։ Այնպես ոնց որ 21 թվին եք հաղթել։ Բայց Նիկոլ Փաշինյանից ընտրություններում պարտված մարդը հələ մտածում է, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ձևը ընտրությունն է, պարտված է։ Հայաստան, մայր Հայաստան դաշինք կա։ Դրա ներկայացուցիչները էլի ինձ ծաղրացում, աղրացում, անլուրջ բան ասելով ման են գալի տաղավարներով։ Մայր Հայաստան դաշինքը, թե ինչ կուսակցություններից է ստեղծված, չասեմ չխայտառակեմ իրանց հիմքի ինչ դաշինքը, որ քաղաքական կուսակցություններն են ստեղծել, ովքեր են կուսակցության անդամները, քանի բարբ են, քանի մատուցող։ Այդ չեմ ասում, որ չխայտառակեմ։ Ստեղծվել են Երևանի ավականու ընտրություններից առաջ, Երևանի ավականու ընտրությանը մասնակցելու նպատակով։ Պարտվել են։ Երրորդ տեղն են։ Ոչ թե չեն հաղթել առաջինը չեն։ Երկրորդ էլ չեն։ Երրորդը։ Էնել այն դեպքում, երբ որ ընդդիմադիր դաշտի միակ ռադիկալ ընդդիմադիր քաղաքական ուժներ, որպես հանդես գալի առաջնորդ է Մայր Հայաստան դաշինքի Անդրանիկ Թևայանը Հայաստան խմբակցության падգամավոր էր, Հայաստան խմբակցությունը պաշտոնապես հայտարարություն էր արել, որ մենք անվերապահ աջակցում ենք մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերն, որոնք դիմադրության շարժմանը մասնակցել, այսինքն այն մարդիկ, ովքեր կարելի ասել Ռոբերտ Քոչյանի կողմնակից են եղել, մի բան էլ ավել, աջակցել են, հայտարարել են, որ օգնելու են, սատարելու են Մայր Հայաստանին։ Իտո երրորդ տեղն են գրավել։ Ստանալով 23 թվին 3.4 անգամ ավելի քիչ ձայն, քան Հայաստան դաշինք ստացել է 21 թվին մենակ Երևան քաղաքում։ Նույն Մայր Հայաստան դաշինքը մասնակցել է Գյումրի ավականի ընտրություններին։ Ոչ միայն չեն հաղթել, 5-րդ տեղն են։ Ընտրություններով պարտվող քաղաքական ուժը, ասում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ձև ընտրությունն է։ Դրանք լուրջն են, իրանց ասելով ծաղրացու ես։ Բա ինչ ասես դրանց։ Պարոն Ղազարյան, քանի որ այդ թեմային անդրադարձակ, օրերս վարչապետի Տիկին Աննա Հակոբյանը տարբեր գրառումներով է հանդես գալիս եւ վիրավորական արտահայտություններ է անում այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր ժամանակին անդրադարձել են իր գործունեությանը։ Ես չեմ ուզում ցիտել նրա բառերը, որոնք նա Facebook-յան գրառմամբ անում է եւ վիրավորանք է հասցնում տարբեր քաղաքացիների։ Ձեզ եւս անդրադարձել է վիրավորական արտահայտություններ է արել իր էջում, այսպես օրինակ սա վարչապետի տիկնոջ պահվածք է։ Բայց ով ասում ունի վարչապետի կինն է։ Ազապ աղջիկա, անտեր աղջիկա, ինչ ուզի կարա խոսի, ինչ կարա անի, մանավանդ տենում ենք էլ որ շեղումներ էլ ունի, նո գիտեք ինչ, բան կա էլի։ Տես մարդու հետ ապրողը այդքան տարի վրան չէր կարա չազդեր էլի, չէր կարա չազդեր այդ իր վրա։ Հիմա ինչ ճանապարհով ուզում է այդ հիվանդությունը փոխանցվի, չէր կարա նա նորմալ մնար։ Մի օր չի, 2 օր չի, 3 օր չի։ Ազդել է, հիմա արդեն ինքն էլ, ասենք օրինակ նորմալ ընտանիքներն էլ եմ, ասենք ամուսինը մի թարսը նայեմ կամ այդ դիտողություն անում, բան չէ։ Կարգավորվում է։ Դրանց տուն հակառակն է։ Այդպես բան չի կարող լինի, որ ամուսինը փորձի դրան ասել, մատ խելքը թավակի գլուխը տեսնենք, այդ հեռախոսը այ քեզ բան, չի կարող այդպես բան ասի։ Հակառակը, ինքը կարող է։ Ես նույնիսկ մտածում եմ, ասում եմ կարող է նույնիսկ ինքը չի։ Ասենք գնացել են, ասենք ինքը հեռախոսը թողել է միջանցքում, գնացել է խոհանոցում, տոլմա է սարքում Ալեքսեևսկի կաթով, խտացրած կաթով։ Դες ունեն չէ վիդեոներ ունեն, որ Ալեքսեևսկի խտացրած կաթը դրած է, տոլմա են սարքում։ Հիմա Աննա Հակոբյան գնացել խտացրած կաթով տոլմա է սարքում, մարդը հեռախոսը վերցնում է ու սկսում է բացում այդ Ղազանից, իշ։ Թե չէ ասենք կինը իր բնույթով այնպիսին է, որ ասենք բարձր չէ կանայք էլ մարդիկ է տարբեր են ելնում, մեկը կրթված ալնում, մեկը անգրագետ ալնում, մեկը լավ ընտանիքից ալնում, լավ դաստիարակություն ստացած ալնում, մեկը անտերի պես աբը։ Հազար ձևի մարդ ալնում։
Հիմա ասենք թե ինչքան էլ ուզում ես սանձարձակ լնես, ինչքան էլ ուզում ես անդաստիրակ լնես, կնոջ բնույթը իմ կարծիքով թույլ չէր տա որ նա, ասենք տղամարդիկ օրինակ դոգը, հա։ Հայոյում է, չէ, ում ինչ ասես ասում էր, հենա բռնետար են, փագել են, բրծել են։ Ասենք դոգին ինչ ասես, տենեմ ես, ասենք ով է, ինչ ընտանիքից, ինչ այլ է, բայց ասենք թե դոգի կին տեսակը ոնց կարա լինի։ Եթե կա, ուրեմն կարող է ինքը չի։ Այդ խեղճ կնոջը դրել է, եթե ինքն է, մատ պիտի, որովհետև ինչի եմ ես որպես կասկած ասում էլի, որովհետև տեսանյութով չկա, օրինակ կարա չէ Աննա Հակոբյան նստի լայվով, օրինակ եթե կլսի բան առաջ մենք ոնց որ իմ հաղորդումները նայում է էլի, արդեն երկու օրվա մեջ երկու անգամ։ Այս եթերին էլ։ Ես էլ որ նայի, ասենք օրինակ տիկին Աննա կասկածներ կա էլի, որ դա կարող է դուք չեք հանկարծ։ Եթե դուք եք, վիդեո միացրեք, այնքան հեշտ է։ Այս Facebook-ի իր էջը, live մտնում ես, ու այդ նույն բանը ինչ որ ասում ես, այդ ոչիլն է, այն տխմարն է, ինչ է այդ բանը։ Հիմնականը ոչիլն է ասում, դե դա եփ են ասում։ Քորա գալի հիշում է, ասում է, չէ, ասենք դրա մազը տեսել ես։ Ոչիլների երազանքը, այնտե են դրանք հիմնականում ելնում, այնտե։ Հələ դրա մոտ նկարները պոյս տվեք, այն ցախավել գլխի որ։ Քորը գալիս է հիշում է, սկի չի ասում ճիճու։ Չեմ լսե, որ ասացել է ոչիլ։ Հիմա ասենք թե մի հատ լայվը միացրու նստի Facebook-ի դեմ, այն ինչ որ գերում ես դու ասա, որ տենանք դու ես ասում, որ չմտածենք, որ ընդհանրենք հեռախոսը ընկել է մարդու ձեռը մարդն արե։ Դրանց տուն խառը պատմություն է, պետք չի շատ ուշադրություն դարձնել, բայց եթե նույնիսկ մարդն է կամ մարդը, որ մի խոսքով էլի նկատի ունենք այն արարածը, որ այդ ինքը դա իրանց ծանր հոգեվիճակի դրսևորումն է։ Ինչի անցած տարի տենց չէին, այս տարի տենց դառան։ Գիտեմ, երբ համեմատական պատճառներ կա։ Երբ համեմատական պատճառներ կա, ոնց որ կարող է այն իմպիչմենտի մասին, որ տենց երկար խոսում էին, կարող է հիմնական պատճառը դա։ Շատ լավ։ Պարոն Ղազարյան եւ փոքրիկ անդրադարձ նաեւ ձեր դատական գործին ՍԴ-ի հետ կապված եւ երկու այսպես դատական նիստ է հիմնականում ընթանում ձեր բռնության գործով եւ ՍԴ-ի հետ կապված կարճ այդպես ենք մենք այսպես ասած լրատվական դաստում ենք։ Հիմա դες գործերը անուններ ունեն, չէ, Իկրայի գործ, Ոչխարների գործ, ՍԴ դատավորների գործ, ամեն մեկը մի հատ գործ ունի, էլի, հիմա ՍԴ դատավորներ։ Առաջիկայում ամսի 27-ին ժամը 10:00-ին կենտրոն նստավայրում շարունակվելու է դատական նիստը, սպասելիքներ, ակնկալիքներ։ Դե մենք հիմա հասել ենք այն փուլին, որ պետքա հանրային մեղադրողը ապացույցները ներկայացնի, բայց գործի նյութերում ես որ նայում եմ ապացույց չկա, թե ինչ պիտի ներկայացնի, չգիտեմ, նախորդ նիստում վկան, միակ վկան, մեր մինուճար վկան, որը նաև այդ նամակ գրողն էր գլխավոր դատախազին։ Օրինակ ես դատախազին այսօր հիմա այս երեկվա հանձնաժողովի ընդունելության չեմ հաղորդում եմ գրած է հաղորդում հանցագործության մասին նկարա գրած է եւ ասում է ես ենթադրում եմ որ նա հանցագործությունը կատարել քրեական օրենսգիրքի ես ինչ հոդված ես իր մասով էթիկոս մա հաղորդում եմ այդ ՍԴ աշխատակազմի ղեկավարի նամակը Աննա Վարդապետյանի ասես մի հատ գրական ոչ հաղորդում է հանցագործության մասին ոչ հանցագործության նկարագրություն կա ոչ ասма թե ով է ուժը ոչ ասма մի հատ sense իր մտորումներ էլ ոնց որ ասենք հարգելի Աննա ծանր օրեր եմ ապրում իհարկե մոտարապես տես մի հատ էլի շատ անհաջող իմ գրական իմաստով է շատ անհաջող դե հարցաքննությունը տեղի ունեցավ հիմա ինքը այդ նամակ գրողը մեր մինուճար վկան աստված թող ամեն մեկի իրանը պահի մերն էլ այդ մինուճարին այդ մեր մինուճար վկայի, որովհետև եթե հերո դրա մի բան պատահես, մենք արդեն վկայել չենք ունենալու։ Ոչ տուժող կա այս գործի մեջ, ոչ հանցագործություն կա, ընդամենը մեր մինուճար վկա ունենք, մեկ էլ ես եմ որպես մեղադրյալ։ Այն ուրիշ բան չկա այդ գործի մեջ։ Հիմա այս մեր մինուճարին հարցաքննությունը տեղի ունեցավ, քրտենք տվել էր վրան, դե պարզ է ինչ ա եղել, դա վերջնական ելույթ է մեր, ես ունենալու կգա։ Հիմա պիտի անցնեն ապացույցների ուսումնասիրությանը, որը հանրային մեղադրողն է ներկա։ Ինչ հետաքրքիր է, ասենք ես գործի նյութեր նայում եմ, դա ապացույց չկա։ Ինչ պիտի ներկայացնի, չի հետաքրքիր է։ Ես այդ դատական նիստերին շատ ժամանակ իմ հետաքրքրությունից ելնելով եմ
գնում էլ, ասե, չնայած պարտավոր եմ գնամ, բայց նաև ինձ հետաքրքիր է, ասեք օրինակ հիմա ամսի 27-ին իսկ շատ հետաքրքիր է։ Հանեմ մեղադրում պետք է ինչ-որ ապացույց ներկայացնի, բայց եթե գործի նյութերին նայում եմ, դա ապացույց չկա, ինչ պետք է ներկայացնի։ Մի խոսքով, հետո իհարկե մենք մեր միջնորդություններն ենք պատրաստել եւ վկաներ ներգրավելու եւ արույթային գործողություններ։ Շատ չի, կարծում եմ մոտավորապես մի 30-40 միջնորդություն կլինի, շատ չի լինի։ Հաշվի առնելով նախորդ դատական։ Այո, շատ չեմ ծանրաբեռնի դատանին ավելորդ, ուղղակի կառանձնացնենք մեն են առարկայական միջնորդությունները, այդպես մոտավորապես մի այդքան, կարող է հնարավորության դեպքում եթե նայենք ավելի քիչ Մենակ թողնենք այն հիմնական առարկայական միջնորդությունները, դրանք էլ մենք կներկայացնենք, մի հատ այդ ապացույցները կհետազոտենք, տենանք վերջում ով է դատվում։ Ինձ էլ է հետաքրքիր, տենանք այդ գործի մեջ ով է, որտեղ կարող է շատ մարդ դատվի ինձ բաց։ Վերջո հասկանանք ով է ուժով։ Այն որ ինձ պիտի արդարացնեն, ես դա այդ լեգիտիմական կալիք ունեմ, բայց դե այս գործով թե ով է դատվում, քանի հոգի են դատվելու, հետաքրքիր զարգացում են սպասում։ Շնորհակալ եմ, պարոն Ղազարյան։ Զրուցում էինք Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու դոցենտ, հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ։